Հիմա սխալների ու բացթողումների համար իշխանություններին մեղադրելու եւ նրանցից հաշիվ պահանջելու ժամանակը չէ, հայտարարում է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով ավելի քան 1 տասնամյակ դադարից հետո նախորդ շաբաթ հանդիպեց Սերժ Սարգսյանին։ Իլուր կայքի հետ զրույցում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդը համոզմունք է հայտնում, որ պատերազմը շուտով ռազմի դաշտից տեղափոխվելու է դիվանագիտության կամ դժվարագույն բանակցությունների ճակատ, որտեղ Սերժ Սարգսյանը պետք է իրեն ուժեղ զգա, ունենալով իր ժողովրդի աջակցությունը։ Այդուհանդերձ Տեր-Պետրոսյանը շեշտում է նաև, որ Սարգսյանը պարտավոր է որոշակի դրական քայլեր կատարել, դեմքով շրջվել դեպի ժողովուրդը, իրական պայքար մղել կոռուպցիայի, իրավապահ մարմինների կամայականությունների, մենաշնորհների սանձարձակության, ընտրակեղծարարության, պետական պաշտոնյաների ամբարտավանության դեմ։ Չի կարելի անհոգության ժամանակներում արհամարել ժողովրդին ու ընդդիմությանը, իսկ դժվարին պահերին ակնկալել նրանց աջակցությունը, իլուրին ասել է առաջին նախագահը։ Դառնալով հրադադարի պահպանմանը Տեր-Պետրոսյանը համոզմունք է հայտնում, որ չբացառած մանր-մունր փոխհրաձգությունները Ռուսաստանն ի վիճակի է կանխել զինադադարի լայնածավալ խախտումները, քանի որ հենց Մոսկվայի միջամտությամբ է կրակը դադարեցվել։ Տեր-Պետրոսյանը հետևություն է անում, որ մեծանում է Ռուսաստանի դերը Ղարաբաղյան կարգավորման առաջիկա բանակցություններում։ Ըստ ընդդիմադիր կոնգրեսի ղեկավարի, Ալիևը թեև մեծ զոհերի գնով անակնկալ գործողության շնորհիվ հայկական կողմին զգալի մարդկային կորուստներ պատճառելու եւ մի քանի դիրքեր գրավելու փաստի սիմվոլիկ չակերտավոր հաղթաթղթով փորձելու է շահել սեփական ժողովրդի համակրանքը եւ ուժեղացնել իր դիրքերը Լեռնային Ղարաբաղի կարգավորման առաջիկա բանակցություններում։ Առաջին նախագահի խոսքով այսօր էլ բանակցությունների սեղանին շարունակում են մնալ արդեն հայտնի մադրիդյան սկզբունքները, որոնք հիշեցրել է ընդդիմադիր առաջնորդը, պարունակում են թե տարածքների վերադարձին, թե խաղաղապահ ուժերի տեղակայմանը վերաբերող դրույթներ։ Առաջին նախագահը միաժամանակ ընդգծել է, որ այդ փաստաթուղթը որդեգրել է Ռոբերտ Քոչարյանը։ Տեր-Պետրոսյանն ասում է, որ երկրորդ նախագահն է Ստեփանակերտը դուրս թողել բանակցային սեղանից, եզրակացնելով, թե Սերժ Սարգսյանն այս ամենը ժառանգել է հենց Քոչարյանից, ուստի գործող նախագահի պատասխանատվության չափը ավելին չէ։ Իդեպ այսօրվա հարցազրույցում Լևոն Տեր-Պետրոսյանը տեղեկացնում է նաև, որ արդեն պայմանավորվածություն ունի հանդիպելու Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ։ Եթե անգամ Սահակյանն անմիջականորեն չմասնակցի բանակցություններին, Սերժ Սարգսյանը ոչ մի պարագայում չի կարող հաշվի չառնել նրա կարծիքը, ասում է Տեր-Պետրոսյանը։ 2 օր առաջ իր տանը հյուրընկալելով քաղաքական հակառակորդին, Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր գաղտնազերծել է, թե ինչպես է նախաձեռնել հանդիպումը, դեռ ապրիլի 5-ին Սերժ Սարգսյանին ձեռագիր նամակ ուղարկելով։ Սերժ, չես կարծում, որ ստեղծված իրավիճակում մեր հանդիպումը լավատեսական լիցք հաղորդելով հասարակությանը դրական կընկալվի թե հայ ժողովրդի, թե միջազգային հանրության կողմից, գրել էր առաջին նախագահը, հստակեցնելով, որ խոսակցությունը վերաբերելու է իրավիճակից պատվով ու առանց քաղաքական կորուստների դուրս գալուն, Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչմանը եւ ռազմական փոխօգնության պայմանագրի նպատակահարմարությանը։ Միաժամանակ Տեր-Պետրոսյանը մինչև հանդիպումը նույն նամակում արդեն իսկ շեշտել էր, որ փոխօգնության պայմանագրի կամ Ղարաբաղը ճանաչելու գաղափարները որպես քարոզչական հնարքներ թերևս իմաստ ունեն, բայց դրանց իրականացումը պետք է լինի ճշգրիտ հաշվարկի հետևանք։ Քաղաքական հակառակորդին ուղղած ձեռագիր նամակում առաջին նախագահը նաև զգուշացրել էր, թե քննարկումը տեսագրելու, անգամ լուսանկարելու կարիք չի տեսնում, քանի որ մեջբերում եմ գիտես ցուցադրական բաներ չեմ սիրում։ Սերժ Սարգսյանը նամակին պատասխանել է հեռախոսով, համաձայնելով ավելի քան 1 տասնամյակ անց հանդիպել Տեր-Պետրոսյանին։ Իսկ ահա Ռոբերտ Քոչարյանը մտադիր չէ կրկնել Տեր-Պետրոսյանի քայլը, այսպիսի հանդիպում նախաձեռնել չեն պլանավորում, այսօր Թերթ-ին ասել է երկրորդ նախագահը, ընդգծելով, որ դժվար թե գործող եւ նախկին նախագահների հանդիպումները կարող են ինչ-որ կերպ ազդել առաջնահերթ գործնական խնդիրների լուծման վրա։ Քոչարյանն առայժմ չի անդրադառնում այսօր Տեր-Պետրոսյանի կողմից իր հասցեին հնչեցված մեղադրանքներին, փոխարենը անուղղակի հակադարձելով 80-ականների զենքի մասին Սերժ Սարգսյանի քննադատության արժանացած հայտարարությանը։ Տեղի ունեցած իրադարձությունների լույսի ներքո եւ հաշվի առնելով ծանր գնով ձեռք բերված փորձը, հիմա շատ ավելի կարևոր է անհապաղ լուծել բանակը ժամանակակից սպառազինությամբ ապահովելու հարցը, արագորեն ադապտացնել անձնակազմի մարտական եւ մարտավարական պատրաստվածությունը նոր պայմաններին, հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը։